Իսկական արցախցի ավելի ստույգ շահումյանցի Շահեն Մեղրյանը մանկուց մի երազանք ուներ՝ հայրենի շրջանը ծաղկուն տեսնել։ Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո վերադարձավ Շահումյան ու սկսեց աշխատել հենց այդ ուղղությամբ։ Սակայն պատերազմը փոխեց ծրագրերը։ Շահումյանի արծիվ, այսպես էին կոչում Շահեն Մեղրյանին։ Իր 25 հայդուկների հետ առանց հետ նայելու առաջ էր գնում։ 1992-ին ազատագրեցին Մարտակերտի մի շարք գյուղեր ու Սարսանգի ջրամբարը։ 1993-ին արդեն Գյուլիստանին էին մոտենում։ Այդ ընթացքում Շահենը հարազատների հետ գրեթե կապ չուներ։ Թռիչքը կազմակերպել Երևանից այնպես, որ տվյալ կետը բաց լինի, արևոտ, ինքը ամբողջ Քելբաջարը լիներ մառախուղի մեջ, տեսադաշ չլիներ, իսկ Երևանը բաց լիներ, ոցի կաղունենք թռնել, տես բանը ամսվա մեջ 2-3 թռիչք ձև հազիվ կաղանում էր, լինում է դաժե մեկ, օրինակ այդ ժամանակահատվածը սեպտեմբերից մինչև դեկտեմբեր թռիչք չէր եղել։ 1993-ի հունվարին մի ուղղաթիռ հայտնվեց։ Ժամանակ չկար, պետք է հասցներ արագ մի քանի նամակ գրել։ Շահենից շատերն էին լուրի սպասում։ 93 թվականի հունվարի 17-ին Շահեն Մեղրյան ձայնն է տալիս, վրանում միասին էին քնում, ասաց Հակոբ, ասաց շուտ թուղթ ու գրիչը տուր։ Ես ռացիայի մոտ էի նստած, թուղթ ու գրիչը ասի զինվորիչ ինչ կա, ասաց ուղղաթիռ է գալիս։ Եվ բանը ինքը վերցրեց 3 նամակ գրեց, Նովիկին գրեց նամակ, որ տղաներին հավաքի ու գա անտառ, որոնց մենք փոխարինել էինք, և գրեց իր ընտանիքին։ Ընտանիքի տեքստը մոտավորապես այս կարգի էր, ինչքան հիշում եմ, Լիլիթին և Լուսինեին և իր հարազատներին կոչ էր անում, որ մենք գտնվում ենք Մարտակերտի շրջանում, շուտով կազատագրվի հայրենիքը Շահումյանը եւ Լիլիթին ու Լուսինեին ասում էր, որ զինավորին գարնան արձակուրդները վերջանում է, զինոին լավ նայեք։ Նամակներն ուղարկելուց հետո հոգին թեթևացավ, մի վերջին ցանկությունն էլ ուներ, լուսանկարիչ Հակոբից ջուր խնդրեց։ Շահենը կողքից հանում է իր բակլաշկան, այդ զինվորական ջրի աման, ասում է Հակոբ, ասում է գետից ջուրը տուր, դե մենք այդ արտատատվում էինք, գետի ջուրն ենք խմում, ասես ջուր լցրու տուր։ Ես իմ մեջ մտածում եմ, ասում եմ, այս մարդը ես ինչ գտավ, այս նեղ մոմենտին ջուր ա ուզում խմի, ես դեպի ուղղաթիռ ենք վազում, դե մոտեցա ջուրը լցրեցի եկա, ինքը արդեն խոսում էր Ջամբոյի հետ, օդաչուի հետ, հրամանատարի Ջամբոյի, որ բակլաշկան տվեցի, ինքը փոխանցել էր արդեն նամակները, Ջամբոյի ձեռքին էր, դե այդ ֆրիկները չէր անջատվում ինքը, որտեվ դա ամեն վարքյան կավո խփեին, ինքը պետք է մի անգամից հասցներ թռներ, չէր անջատվում ուղղաթիռի բանը, դիրքը։ Ինքը տվեց բակլաշկան և ասեց, Ջամբո ասեց, էսի կտանես զինավոր դային, իր հորը, կասես, որ հայրենիքի ջուրն արտատափի։ Հակոբը պահը բաց չթողեց, լուսանկարեց Շահեն Մեղրյանին տափաշիշը ձեռքին։ Այս կադրը դարձավ Շահումյանի արծվի վերջին լուսանկարներից։ Ապրիլին Շահենին ու նրա մի քանի զինվորներին տեղափոխող ուղղաթիռը խոցվեց։